Բարև ձեզ, իմ անունն է Էգոն Չոլակյան։ Նախ թույլ տվեք սկսել խորին ցավակցության խոսքերով, ուղղված նրանց, ովքեր տուժել են Կալիֆոռնիայի ավերիչ հրթիռներից, որոնք ներկայումս մոլեգնում են Լոս Անջելեսի տարածքում։ Այս հրթիռները սկսվել են մեկ շաբաթ առաջ, հունվարի 7-ին, եւ այս ամբողջ ընթացքում անհնար է եղել զսպել դրանք։ Այն պահին, երբ ես ձայնագրում եմ այս տեսանյութը 2025 թվականի հունվարի 14-ին, 5 առանձին եւ քամու հետևանքով առաջացած անտառային հրթիռներ խլել են առնվազն 24 մարդու կյանք, այրել են Կալիֆոռնիայի համար ռեկորդային տարածք, 40,600 ակր Լոս Անջելեսի շրջանում եւ ոչնչացրել են ամբողջ բնակավայրեր ու ավելի քան 12,000 շինություններ։ Իմ ոչ ամերիկացի հանդիսատեսի համար ճշտեմ, որ 40,600 ակրը հավասար է մոտավորապես 16,430 հեկտարի։ Որպես գիտնական, ով պարբերաբար խոսում է մոտալուտ կլիմայական ճգնաժամի մասին եւ որ ավելի կարեւոր է որպես մարդ, ով երկար տարիներ ապրել է Լոս Անջելեսի տարածքում, ես խորապես ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր տուժել են այս բնական աղետից։ Այս հրթիռներից տուժած յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր կյանք պարզապես վիճակագրություն չէ, դա անձնական ողբերգություն է, որը արձագանքվում է բոլորիս սրտերում։ Ուզում եմ նշել հրշեջ ծառայությունների հերոսական աշխատանքը, որոնք վտանգելով սեփական կյանքը, գիշեր-ցերեկ անխոնջ պայքարում են տարերքի դեմ։ Նրանց նվիրական ջանքերի շնորհիվ հրթիռը զսպելու հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել։ Այնուամենայնիվ, չափազանց չոր եղանակային պայմանների եւ Սանտա Անայի ուժեղ քամիների համադրությունը միջավայր ստեղծեց կրակի անխափան տարածման համար, քանի որ յուրաքանչյուր առանձին տեղայնացված բռնկում գրեթե ակնթարթորեն վերսկսվել է քամու կողմից այրվող կայծերի փոխադրման պատճառով։ Ներկայիս հրթիռների աննախադեպ ինտենսիվության պատճառը, անշուշտ, բնական աղետների էքսպոնենցիալ աճն է գլոբալ մասշտաբով։ Մեծ ափսոսանքով պետք է ընդգծեմ, որ այս աղետը նշանավորում է ավերիչ գործընթացների միայն սկիզբը, որոնց մենք, հավանաբար, ականատես կլինենք մոտ ապագայում։ Ցավոք, նախազգուշացումները, որոնք ես ներկայացրեցի անցյալ տարվա վերջին, անտեսվեցին, նմանապես։ Հրթիռահավտանք պայմանների աճող տարածվածության վերաբերյալ մեր նախորդ կանխատեսումները պատշաճ ուշադրության չեն արժանացել։ Ալլատրայի կողմից մշակված կլիմայական համալիր մոդելը միանշանակ մատնանշում է առաջիկա տարիներին քամու ակտիվության ուժեղացման միտումը։ Սա պահանջում է անհապաղ հարմարեցում եւ կանխարգելիչ միջոցների նախաձեռնում, հատկապես քաղաքաշինության եւ բնակարանաշինության ոլորտում, հաշվի առնելով հրթիռների աճող ռիսկը։ Այն բնակիչների համար, ում տները ավերվել են վերջին անտառային հրթիռի հետևանքով, բնական է մղումը նույն վայրերում հնարավորինս արագ վերականգնվելը։ Այնուամենայնիվ, ես ձեզ հորդորում եմ խոհեմություն ցուցաբերել։ Կլիմայական միտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա տարիներին նման բնական աղետների կրկնության մեծ հավանականություն կա, պոտենցիալ էլ ավելի լուրջ հետևանքներով։ Դա պայմանավորված է քամիների վարդով, որը զուգորդվում է ամեն տարի աճող երաշտի հետ, ինչը կստեղծի նմանատիպ եղանակային պայմաններ, որոնք այս անգամ կրակի ռեակտիվ տարածման պատճառ են դարձել։ Այս գործոնները պահանջում են ռիսկերի մանրակրկիտ գնահատում վերականգնման աշխատանքները պլանավորելիս։ Նույնիսկ հիդրանտներում ջրի ճնշման բարձրացումը կամ հրշեջ ծառայության համար բյուջեի ընդլայնումը չեն կարողանա կանխել հաջորդ անգամ այդ տարածքում նոր հրթիռների առաջացումը։ Այս առումով, ես խստորեն խորհուրդ եմ տալիս դիտարկել բնակության այլընտրանքային վայրեր, որտեղ երկրաֆիզիկական եւ կլիմայական պայմանները կապահովեն բնակիչների եւ նրանց գույքի անվտանգության ավելի բարձր մակարդակ։ Սա պարզապես հանձնարարական չէ։ Դա հանրության երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիրն է։ Այս տարածաշրջանում անտառային հրթիռների ռիսկը նվազեցնելու հիմնական առաջարկությունը, ինչպես ցանկացած այլ հրթիռահավտանք գոտում, նոր շենքերի եւ անտառային տարածքների միջև զգալի հեռավորության պահպանումն է։ Կարևոր է հաշվի առնել քամիների վարդը եւ անտառային հրթիռների տարածման հնարավոր ուղիները։ Այս պարամետրերի գիտական վերլուծությունը պետք է դառնա հրթիռային բարձր վտանգ ունեցող շրջաններում շինարարական ստանդարտների պարտադիր բաղադրիչ։ Հաստատված գիտական մոտեցումը զգալիորեն կնվազեցնի ուժեղ քամիների դեպքում։
Բնակելի տարածքներում հրթիռների տարածման ռիսկը, եւ դա առաջին հերթին վերաբերում է այն տարածքներին, որոնք այս անգամ արդեն տուժել են Կալիֆոռնիայի հրթիռներից։ Արդեն կառուցապատված տարածքներում բնակվող մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ներդնել հակահրթիռային պաշտպանության համալիր համակարգեր։ Հրթիռաշիջման ժամանակակից տեխնոլոգիաներում եւ անվտանգության կանխարգելիչ միջոցառումներում ներդրումները ոչ միայն առաջարկություն են, այլև կարևոր անհրաժեշտություն, հաշվի առնելով տարեցտարի աճող կլիմայական ռիսկերը։ Նման համակարգերի տնտեսական ծախսերն անհամեմատելի են մարդկային կյանքի արժեքի եւ աղետալի հրթիռներից հնարավոր վնասների հետ։ Այսօրվա հրթիռը Կալիֆոռնիայում նախնական գնահատականներով կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթանկարժեքը։ Դրա հնարավոր վնասը գնահատվում է $60 միլիարդ։ Իսկ AccuWeather-ի տվյալներով ավելի քան $250 միլիարդ, բայց եթե մեկ տարի առաջ կանխարգելիչ միջոցառումների համար ներդրվեր $1 միլիարդ, ապա դա կկանխեր ներկայիս հրթիռի ավերիչ հետևանքները եւ հնարավոր է կփրկեր 24 մարդու կյանք եւ տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագիր, որոնք ապրում էին այդ 12,000 տներում։ Կանխարգելիչ միջոցառումների մեջ ընդամենը $1 միլիարդ ներդրումը կարող էր լինել այն լուծումը, որը ոչ միայն կարող էր կանխել այս ճգնաժամը, այլև թույլ չտալ դրա կրկնությունը ապագայում։ Որքանով տնտեսապես արդարացված եւ արդյունավետ կլիներ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելը եւ մարդկային կյանքերի, ունեցվածքի եւ այլ արժեքների պահպանումը, հատկապես նման զգալի կորուստներ կրելու անհրաժեշտության համեմատ։ Համաձայնեք, դա այդպես է։ Իմ փաստարկն ուղղված է ռեսուրսների խնայմանը ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլ նաև այլ երկրների համար, որոնք պետք է զբաղվեն այս մասշտաբի բնական աղետների հետևանքներով։ Ուզում եմ նաև կոչ անել մարդկանց, որ չշտապեք մեղադրել ձեր կառավարությանը, երբ հայտնվում եք ճգնաժամային իրավիճակում։ Արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպիսիք են հրթիռները, ջրհեղեղները, փոթորիկները կամ երկրաշարժերը, բնական է, որ մարդիկ ակնկալում են անհապաղ օգնություն եւ փրկարարական գործողություններ։ Տուժածների համար յուրաքանչյուր վայրկյանը մեծ նշանակություն ունի, սակայն արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար պետությանը ժամանակ է պետք իրավիճակը գնահատելու եւ կշռադատված որոշումներ կայացնելու համար։ Աղետի դեպքում փրկարարների չմտածված եւ հապճեպ գործուղումը աղետի գոտի, առանց խնդրի մասշտաբների հստակ գիտակցման, կարող է միայն սրել իրավիճակը, ավելացնելով զոհերի թիվը եւ ստեղծել լրացուցիչ քաոս։ Կառավարությունից ժամանակ է պահանջվում աղետի մասշտաբները ճշգրիտ որոշելու, առաջնահերթ կարիքները բացահայտելու եւ գործողությունների հստակ ծրագիր մշակելու համար։ Հետևաբար, հատկապես կարևոր է, որ մարդիկ իրենք գիտակցեն վերապատրաստման անհրաժեշտությունը եւ ակտիվորեն մասնակցեն արտակարգ իրավիճակներում վարքագծի կանոնների ուսումնասիրությանը, չսպասելով արտաքին օգնության։ Ի վերջո, աղետի պահին իրավիճակի լրջության գիտակցումը եւ ճիշտ գործողությունների ըմբռնումը կարող են փրկել ձեր կյանքը։ Խուճապն ու չմտածված գործողությունները հաճախ բերում են մարդկային մահերի։ Օրինակ, երբ մարդը հայտնվելով հրթիռի գոտում նետվում է տուն իրեր կամ փաստաթղթեր փրկելու համար, կամ ջրհեղեղի ժամանակ փորձում է փրկել մեքենան, նա մահացու վտանգի է ենթարկում իր կյանքը։ Դրսից նման վարքագիծը իռացիոնալ է թվում, բայց անձի համար նյութական արժեքները կարող են նսեմացնել սպառնալիքի գիտակցումը։ Հենց այս անտեղյակությունը կամ ռիսկերի թերագնահատումն է հանդիսանում հիմնական խնդիրը։ Կարևոր է հասկանալ, որ մարդկային կյանքը բարձրագույն արժեք է։ Այս արժեքի գիտակցումը եւ կրիտիկական իրավիճակում կոնկրետ գործողությունների իմացությունը թույլ կտա փրկվել թե ձեզ եւ թե օգնել ուրիշներին, երբ մարդիկ պատրաստվում են արտակարգ իրավիճակների։ Նրանք գործում են ավելի ռացիոնալ եւ չեն ապավինում բացառապես արտաքին օգնությանը, որը պետք է գա, բայց որպես կանոն անմիջապես չի գալիս։ Յուրաքանչյուր քաղաքացու համար անհրաժեշտ միջոցը նախապես պատրաստված արտակարգ իրավիճակների հավաքածուի առկայությունն է։ Դա կոմպակտ ուսապարկն է, որը պետք է պարունակի փաստաթղթեր, կանխիկ գումար, չոր հագուստ, ծածկոց, դեղորայք, մեկ շիշ ջուր եւ 4 պարենաբաժին։ Նման հավաքածուն արտակարգ իրավիճակների դեպքում մի քանի օրվա ընթացքում կարող է ապահովել տարրական կարիքները։
Տագնապի ուսապարկը պետք է լինի հարմարավետ, զբաղեցնի նվազագույն տարածք եւ հնարավորության դեպքում ներառի փրկարար բաճկոնի գործառույթը։ Նման նախապատրաստությունը, լինելով հեշտ իրագործելի, կարող է մեծապես բարելավել գոյատևման հնարավորությունները եւ նվազագույնի հասցնել ռիսկերը բնական աղետների ժամանակ։ Ես կանդրադառնամ Կալիֆոռնիայի անվտանգ քաղաքաշինության խնդրին։ Այս տարվա հունվարին Սան Անդրեաս խզվածքի երկայնքով Սան Ֆրանցիսկոյի արևմտյան ափի մոտ արդեն 3 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենամեծը եղել է 3.7 մագնիտուդով։ Չնայած ցածր մագնիտուդներին, սա ցնցումների թվի ավելացում է առաջացրել Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Այս իրադարձությունները բանավեճի առարկա են դարձել։ Հնարավոր է արդյոք, որ Սան Անդրեաս խզվածքի երկայնքով այս երկրաշարժերն ավելի մեծ երկրաշարժի նախադրյալներ լինեն, որն ունի 100-ից 300 տարվա կրկնելիության միջակայք։ Հետազոտողները կարծում են, որ հաջորդ մեծ երկրաշարժը Սան Անդրեաս խզվածքի երկայնքով կարող է տեղի ունենալ առաջիկա տարիներին։ Եկեք տեսնենք, թե ես ինչպես կարող եմ մեկնաբանել դա։ Նախկինում նշված 3 երկրաշարժերը տեղավորվում են խաղաղօվկիանոսյան հրե օղակի երկայնքով սեյսմակտիվության աճի ընդհանուր միտոման մեջ, որը մի քանի անգամ ավելացել է 1995 թվականից ի վեր, ինչը հատկապես ակնհայտ է 3 մագնիտուդից բարձր ուժգնությամբ երկրաշարժերի դեպքում։ Այս մասին մենք ասել ենք շատ ու շատ անգամներ եւ կշարունակենք ասել, երկրի վրա սեյսմիկությունը շարունակում է աճել եւ այն ցույց է տալիս էքսպոնենցիալ աճ, անկախ սեյսմիկ սենսորների քանակի ավելացումից։ Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին Սան Անդրեաս խզվածքի երկայնքով ավերիչ երկրաշարժի հավանականությունը շատ ու շատ մեծ է։ Որոշ տեղերում արդեն առկա է երկրակեղևի գերլարում, որը պայմանավորված է լիթոսֆերայի վրա երկրի խորքերից մագմայի ճնշման ավելացմամբ։ Այս գործընթացը մեծացնում է լարումը երկրակեղևում, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի սալի ճնշման թուլացմանը լոկալ երկրաշարժերի միջոցով։ Մենք դեռ չենք մտել սեյսմիկ ակտիվության կտրուկ աճի ժամանակաշրջան, երբ տեղի կունենան 8 մագնիտուդ եւ ավելի բարձր ուժգնությամբ բազմաթիվ երկրաշարժեր, եւ առանձին տարածաշրջաններ կբախվեն մեգաերկրաշարժերի հետևանքների հետ։ Մենք դեռ որոշ ժամանակային պատուհան ունենք, եւ այս ժամանակը պետք է խելամիտ օգտագործել։ Հարաբերական կայունության ներկա ժամանակաշրջանում շենքերի կառուցմանը եւ նախագծմանը կարևոր է մոտենալը հաշվի առնելով վատագույն սցենարները։ Շենքերի հիմքերը պետք է նախագծված լինեն 8 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժերին դիմակայելու համար։ Նույնիսկ այն շրջաններում, որտեղ նման երկրաշարժեր ներկայումս չեն լինում, այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն հավանական երկրաշարժերը, այլ նաեւ քամիների, երաշտների, ջրհեղեղների եւ կլիմայական ու երկրաֆիզիկական այլ գործոնների հետ կապված սպառնալիքները, անկախ տարածաշրջանից։ Կայունության դարաշրջանն այսօր մնացել է անցյալում, եւ բնական աղետները միայն կշատանան։ Ներկա ժամանակն այն ժամանակաշրջանն է, երբ անհրաժեշտ է նախապատրաստվել ապագայի մարտահրավերներին եւ ուսումնասիրել այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն մարդկության անվտանգությունն ապահովելու համար։ Չափազանց կարևոր է, որ այդ գիտակցությունը հասնի ինչպես ողջ մարդկությանն, այնպես էլ առանձին երկրների բնակչության անվտանգության համար պատասխանատուներին։ Բնական աղետների աճը շարունակվում է երկրաչափական տեմպերով, դրանք արդեն իրականություն են դարձել 100 միլիոնավոր մարդկանց համար, եւ դրանց հետևանքները վատթարացել են ժամանակին կատարված գործողությունների բացակայության եւ նախազգուշացումների անտեսման պատճառով։ Դեռ 10 տարի առաջ մենք համառորեն զգուշացնում էինք բնական աղետների սպառնալիքների լրջության մասին եւ անհապաղ գործողությունների կոչ էինք անում։ Եթե այն ժամանակ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեին, մենք կարող էինք խուսափել այսօրվա թե աճող երաշտների, թե աննախադեպ սառնամանիքների եւ թե աղետալի ջրհեղեղների կործանարար հետևանքներից։ Ցավոք, մեր նախազգուշացումներն անտեսվեցին, եւ մենք բոլորս այժմ բախվում ենք շատ ավելի ծանր հետևանքների հետ, որոնցից կարելի էր խուսափել։ Լոս Անջելեսում ներկայիս ողբերգության պատճառը անպատրաստությունն ու նոր իրականությանը հարմարվելու անկարողությունն է։ Մենք զգուշացրել ենք, որ մոլորակային փոփոխություններն անտեսելը կհանգեցնի աղետների էքսպոնենցիալ աճի։ Բայց գործելու փոխարեն նրանք, ովքեր լսում էին մեզ, նախընտրեցին ապրել հին աշխարհի պատրանքներով, այդ աշխարհն այլևս գոյություն չունի։ Մենք ասել ենք, որ քամիների, երաշտների եւ այլ անոմալիաների ուժգնացումն անխուսափելի է, բայց մեր նախազգուշացումներն աննկատ մնացին, եւ մեր կանխատեսումը, ցավոք, հաստատվում է յուրաքանչյուր նոր իրադարձությամբ։ Հարց կարող է առաջանալ, եթե բոլորը խոսում են կլիմայի գլոբալ փոփոխության մասին, ապա ինչու են հենց մեր նախազգուշացումները համապատասխանում ընթացիկ իրադարձություններին։
Պատճառն այն է, որ ներկայումս գոյություն ունեցող բոլոր կլիմայական մոդելները մեր մոդելից բացի այլևս չեն կարողանում արդյունավետ կանխատեսել այն երևույթները, որոնք արդեն իսկ նկատվում են իրականում։ Մեկ շաբաթ առաջ կլիմայագետները հայտնեցին, որ 2024 թվականին երկրի վրա միջին ջերմաստիճանն առաջին անգամ բարձրացել է ավելի քան 1,5 աստիճանով, համեմատած նախարդյունաբերական մակարդակների հետ։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից ներկայացված տվյալները լրացուցիչ ապացույցներ են բերում, որ աշխարհը շատ ավելի արագ է մտնում վտանգավոր գոտի, քան ենթադրվում էր ընդամենը մի քանի տարի առաջ։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս լուրջ անհամապատասխանություն հայտնի կլիմայական մոդելների կանխատեսումների եւ կլիմայի իրական փոփոխությունների միջև, եւ հիմա դա ակնհայտ է դառնում հենց այլ մոդելների հեղինակների համար։ Օրինակ, Կոլումբիայի համալսարանի կլիմայագետ Կայ Կորնհուբերը եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ թեժ կետեր են հայտնվել բոլոր բնակեցված մայրցամաքներում, որտեղ ջերմային ալիքների ինտենսիվությունն ու հաճախականությունը զգալիորեն գերազանցում են շատ գոյություն ունեցող մոդելների կանխատեսումները։ Այս ուսումնասիրությունը, որը հրապարակվել է 2024 թվականի նոյեմբերին, կոչվում է տարածաշրջանային ջերմային ալիքների գլոբալ առաջացումը գերազանցում է կլիմայական մոդելի հաշվարկները։ Դարտմութի համալսարանից Ալեքսանդր Գոթլիբի և Ջասթին Մանկինի կատարած մեկ այլ արդիական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն տարածաշրջաններում, որտեղ մարդկության 1/3-ն է ապրում, իրական ջերմաստիճանի գրանցումները զգալիորեն գերազանցում են մոդելների կանխատեսումները։ Հատկապես կարևոր էր գլոբալ ջերմաստիճանի ցածկը 2023 թվականի կեսերից մինչև 2024 թվականի հունիս, ինչը, ըստ ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գևին Շմիդտի, չի կարող համարժեք բացատրվել ներկայիս մոդելներով։ Կլիմայական փոփոխությունների մոդելը, որը մասամբ ներկայացվել էր մեր կողմից մեկ տասնամյակ առաջ Ալլատրայի հարթակում, վերջերս հրապարակայնորեն բացահայտվել է զգալի, բայց ոչ ամբողջական չափով, մոդելի որոշ ասպեկտներ կմնան գաղտնի, քանի որ դրանք կրիտիկական չեն տեղի ունեցող գործընթացների ընդհանուր ընկալման համար։ Մեր մոդելի հիմնարար տարբերությունն ու յուրահատկությունը կայանում է փոխկապակցված մի շարք գործոնների, ոչ միայն կլիմայական, օդերևութաբանական և մթնոլորտային, այլ նաև երկրաֆիզիկական, երկրաբանական, օվկիանոսաբանական և տիեզերական պարամետրերի համապարփակ դիտարկման մեջ։ Այսօր մեր կանխատեսումները լիովին հաստատվում են։ Դրանք են ինչպես երկրակեղևում սեյսմիկության աճը, այնպես էլ խորը կիզակետով երկրաշարժերի թվի, հրաբխային ակտիվության անոմալ դրսևորումների, գերհրաբխային ակտիվության աճը, օվկիանոսի հոսանքների և օվկիանոսի տաքացման փոփոխությունը, և որպես հետևանք, փոթորիկների անոմալ ուժգնացումը, քամիների կտրուկ արագացումը և հրդեհների ընդգրկման ընդլայնումը։ Դեռ 1995 թվականին մենք ենթադրում էինք, որ կլինի երկրի էլեկտրամագնիսական դաշտի զգալի թուլացում, և այսօր մեր կանխատեսումը հաստատվում է բևեռափայլերի դիտման գոտու ընդլայնմամբ։ Կոլումբիայի համալսարանից Կայ Կորնհուբերը, ում ես նշեցի ավելի վաղ, ասել է, որ տագնապալի պետք է լինի, քանի որ մենք այժմ շարժվում ենք դեպի մի աշխարհ, որտեղ հասել ենք երկրի համակարգի մեր ֆիզիկական ըմբռնման սահմանին։ Գիտական հետազոտությունների համապարփակ միջդիսցիպլինար մոտեցման շնորհիվ, Ալլատրան կարողացավ զգալիորեն ընդլայնել երկրի համակարգում տեղի ունեցող գործընթացների ըմբռնումը։ Հետազոտությունը հիմնված է գիտության տարբեր ոլորտների տվյալների համադրման վրա, օգտագործելով բազմագործոն մոդելավորումը և ստացված արդյունքների մանրակրկիտ ստուգումը։ Երկարաժամկետ հետազոտությունները ներառել են տարբեր երկրաֆիզիկական, կլիմայական և մոլորակային գործընթացների միջև փոխհարաբերությունների մանրամասն վերլուծություն։ Մեր միջառարկայական մոտեցումը, որը դուրս է եկել գիտական նեղ մասնագիտացումների շրջանակից, սկզբում թերահավատությամբ ընդունվեց գիտական շրջանակներում։ Գիտության առանձին ոլորտների նեղությունը թույլ չտվեց գիտնականներին տեսնել մոլորակի վրա տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատկերը։ Այսօր երկրի բոլոր պատյաններում ընթացիկ անոմալ դիտարկումներն ու չափումները հաստատում են մեր կանխատեսումների ճշգրտությունը և ընտրված հետազոտության մեթոդի ճիշտությունը։ Օրինակ, մենք տեսնում ենք երկու հակադիր միտումներ, մի կողմից ավելացել են երաշտներն ու կործանարար քամիները, իսկ մյուս կողմից ծայրահեղ ցուրտը և ջրհեղեղները։
Կլիմայի փոփոխության այս երկակիությունը մենք նախապես կանխատեսել էինք։ Ալլատրայի մոդելը լիովին հաստատվում է ներկայումս տեղի ունեցող բոլոր անոմալիաներով, որոնց մասին նախագծի կամավորները խոսում են արդեն 10 տարի։ Եթե Ալլատրայի կլիմայական մոդելը շարունակի ապացուցել իր հիմնավորված լինելը, ապա ես չեմ նախանձում մեր մարդկության ապագային։ Լոս Անջելեսում տեղի ունեցող իրադարձությունները առաջիկա կլիմայական փոփոխությունների մասին մեր նախազգուշացումների անտեսման անմիջական հետևանք են։ Դեռևս 2018 թվականին մենք կանխատեսում էինք էքստրեմալ եղանակային իրադարձությունների աճ ԱՄՆ-ում։ Հարկ է նշել, որ Կալիֆոռնիայի պատմության 10 խոշոր հրթեհներից 8-ը տեղի են ունեցել վերջին 5 տարում, ինչը հաստատեց այն կանխատեսումը, որը վերաբերում էր ԱՄՆ-ում աղետների ուժգնացմանը։ Ստեղծված իրավիճակը կարելի էր կանխել զգուշացումներին ժամանակին արձագանքելու դեպքում։ Այնուամենայնիվ, հնացած մոտեցումներին հավատարիմ մնալը և նոր մոլորակային իրողություններին հարմարվելու ցանկություն չունենալը հանգեցրեցին աղետալի հետևանքների։ Եվս մեկ անգամ շեշտեմ, այն ամենը, ինչ կատարվում է հիմա Լոս Անջելեսում և լինելու է ամբողջ աշխարհում, այն բանի արդյունքն է, որ մեզ չլսեցին։ Եթե կրկին անտեսեք նախազգուշական ազդանշանները, որոնց մասին խոսում է Ալլատրան, արդյունքն էլ ավելի ողբերգական կլինի։ Աշխարհը կտրուկ փոխվել է, և բնական աղետների դեմ պայքարի նախկին մեթոդներն այլևս արդյունավետ չեն։ Իմ վերջին տեսաուղերձում ես ձեզ զգուշացրել եմ, որ բնական աղետների թիվը կավելանա, և բնակչությունը պետք է պատրաստվի դրան։ Բայց, ցավոք սրտի, իմ խոսքը հաշվի չառնվեց, ու հիմա մարդիկ տուժել են։ Այս ողբերգության պատճառը դարձավ ճշմարտությունը լսելու մարդկության դժկամությունը։ Ձեզ և ձեր սիրելիներին պաշտպանելու համար սովորեք լսել նրանց, ովքեր զգուշացնում են խնդիրների մասին և լուծումներ են առաջարկում։ Սովորեք լսել խելացի մարդկանց ձեր իսկ անվտանգության համար։ Այժմ մենք միակն ենք աշխարհում, ով բացահայտ զգուշացնում է Սիբիրում մագմատիկ օջախի մոտալուտ բեկման սպառնալիքի մասին, որի մասշտաբները կարող են միլիոնավոր անգամ գերազանցել Լոս Անջելեսի ներկայիս իրադարձությունները։ Դա կազդի ոչ միայն տարածաշրջանային, այլև ամբողջ մոլորակի գլոբալ կլիմայական հավասարակշռության վրա։ Եթե այս անգամ էլ մեզ չլսեն, ապա ես չեմ նախանձում այս մոլորակի մարդկանց։ Այսօր Սիբիրյան փետուրի վերահսկելի գազազերծումը, որը մենք առաջարկել ենք 10 տարի առաջ, լավագույն լուծումն է ինչպես մոտալուտ մագմատիկ ճգնաժամի, այնպես էլ կլիմայական և գեոդինամիկ բնական աղետների կայունացման համար։ Որպես հրաբխային համակարգերի պլանային գազազերծման ոլորտում որակավորված մասնագետ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Գիտական հետազոտությունները հաստատում են, որ մենք տեխնիկապես ի վիճակի ենք իրականացնել պլանային վերահսկելի գազազերծում, սակայն կարևոր է սկսել գործել որքան հնարավոր է շուտ։ Քանի որ փետուրի հաջող գազազերծման հավանականությունը ուղղակիորեն կախված է աշխատանքների մեկնարկի ժամանակից։ Որքան շուտ կայացվի նախագիծը կյանքի կոչելու որոշումը, այնքան բարձր են դրա արդյունավետ իրականացման հնարավորությունները, սակայն հիմնական դժվարությունն այն է, որ նման լայնածավալ նախագիծը պահանջում է բազմաթիվ երկրների համակարգված աշխատանք։ Ես կցանկանայի, որ ինձ լսեն։ Սիբիրյան փետուրի ծրագրված գազազերծման նախագծի հաջող իրականացումը կարող է մարդկությանը ապահովել զարգացման անվտանգ հեռանկար մինչև 250 միլիոն տարի ժամկետով, հասկանալու համար, թե որքան շատ է դա, բավական է նայել անցած դարերի առաջընթացին։ Թե որքան արագ մենք անցանք առաջին գոլորշով աշխատող շարժիչի ստեղծումից մինչև տիեզերական թռիչքներ և առաջին ռադիոհաղորդումից մինչև քվանտային համակարգիչների ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ ընկած ուղին։ Եթե վերցնենք ընդհանուր ընդունված գիտական տեսակետը, որ խելացի մարդկային քաղաքակրթությունը ի հայտ է եկել 10,000 տարի առաջ, ապա մինչև գոլորշու շարժիչի գյուտը անցել է 9712 տարի, իսկ առաջին շոգեմեքենայի պահից մինչև տիեզերական առաջին թռիչքն անցել է ընդամենը 249 տարի։ Իսկ ձայնային ազդանշանի առաջին հաջող փոխանցումից մինչև առաջին iPhone-ը անցել է 132 տարի։
Հաշվի առնելով երկարաժամկետ, անվտանգ զարգացման հեռանկարը, մարդկային քաղաքակրթության ներուժը գործնականում անսահմանափակ է։ Պարզապես պատկերացրեք, թե ինչի կարող ենք հասնել էվոլյուցիոն առումով որպես քաղաքակրթություն։ Եթե ունենանք խոհեմություն եւ մարդասիրություն, ժամանակ շահելու մարդկային համայնքի առաջընթացի համար, արժե արդյոք պայքարել դրա համար։ Իմ կարծիքով, արժե, որովհետև մարդկային կյանքից ավելի արժեքավոր բան չկա։ Մարդկային անվտանգության առանցքային խնդիրը ոչ թե միջազգային հանրության կարողությունն է լուծելու տեխնիկական դժվարությունները Սիբիրյան փետուրի ծրագրված գազազերծումն իրականացնելու համար, այլ ավելի շուտ, երկրների միջև քաղաքական տարաձայնությունները հաղթահարելու կարողությունը նման լայնածավալ նախագիծ իրականացնելու համար։ Առայժմ ես եւ իմ գործընկերները կասկածներ ունենք, որ մարդկությունը կկարողանա ժամանակին հաղթահարել այս քաղաքական պատնեշը։ Ուստի մենք այլընտրանքային ուղղություններ ենք մշակում եւ շարունակում ենք այլ լուծումներ փնտրել։ Բայց որքան գիտեմ, դեռ ոչ ոք չի առաջարկել նույնքան արդյունավետ եւ հուսալի հիմնարար միջոց, մոլորակային կլիմայական եւ գեոդինամիկ ճգնաժամի լուծման համար, ինչպիսին է Սիբիրյան փետուրի պլանավորված վերահսկելի գազազերծումը։ Ինչու է այս լուծումը թվում միակ հնարավորն այս պահին։ Մագմայի տաքացման եւ ընդլայնման գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրի ներսում լրացուցիչ էներգիայի ներհոսքի պատճառով, կարող են վերահսկվել կառավարելի գազազերծման միջոցով, երբ մոլորակը ներսից դեֆորմացվում է ներքին ճնշման հետևանքով։ Միակ ողջամիտ լուծումը երկրի ընթերքի լարումից ազատվելն է այն տարածքում, որտեղ մագմայի ամենամեծ ճնշումը տեղի է ունենում ներսից։ Այս գոտին հենց Սիբիրի տարածքն է, որտեղ թիկնոցի հալման արդյունքում բարձրանում է հսկայական մագմատիկ գետ, որը քայքայում է երկրակեղևը։ Այդպիսով ձևավորելով հսկա փետուր, որը հալեցնում է կեղևը եւ ահռելի ճնշում է գործադրում դրա վրա ներքևից դեպի վերև։ Այս կարճ ժամանակահատվածում, մինչ ես խոսում եմ ձեզ հետ, պատկերացրեք, թե որքան պինդ կեղևային նյութ է հալվել այս մագմատիկ գետի կողմից, որը գալիս է մեր մոլորակի հեղուկ միջուկից դեպի Սիբիրի տակ գտնվող տարածք, այսինքն, այն պինդ կեղևի մի մասը վերածել է շիկացած հեղուկի, անընդհատ ձևավորելով փետուրը։ Որպեսզի պարզ լինի, թույլ տվեք բացատրել։ Այս կարճ ժամանակահատվածում ջերմային էներգիան այս անընդհատ աճող փետուրում շատ ավելի է մեծացել, քան այն արտազատվել է Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով։ Պատկերացրեք, թե ինչ է մեզ սպասվում։ Ի վերջո, այս փետուրն ամեն վայրկյան ընդլայնվում է, կուտակելով հսկայական էներգիա։ Եթե մենք հաջողությամբ իրականացնենք ծրագրված գազազերծումը, մենք կկարողանանք անցնել երկրաբանական փոփոխությունների վտանգավոր շրջանը մոլորակային աղետների այս 12 հազարամյա ցիկլում։ Այս ծրագիրը հիմնված է ոչ թե գուշակությունների, այլ լուրջ գիտական հետազոտությունների վրա։ Ես միտումնավոր չեմ մանրամասնում, քանի որ այս տեղեկատվությունն արդեն բազմիցս հայտարարվել է, եւ դուք կարող եք ծանոթանալ դրան իմ նախորդ տեսանյութերում եւ Ալլատրայի կամավորների կողմից ստեղծված տեսանյութերում։ Որպես մասնագետ, պետք է նշեմ, որ պլանային գազազերծման գործընթացը պահանջում է մանրակրկիտ նախնական նախապատրաստում, ներառյալ համապարփակ հետազոտություն, մանրամասն մոդելավորում եւ տեխնիկական փաստաթղթերի մշակում։ Այս մասշտաբի նախագծի իրականացումը բազմաքայլ գործընթաց է, որը չի կարող ավարտվել մեկ օրացուցային տարվա ընթացքում։ Յուրաքանչյուր փուլ պահանջում է բծախնդիր գիտական մոտեցում եւ ստացված տվյալների ստուգում։ Ես կցանկանայի տեսնել այն ժամանակը, երբ մարդկությունը ականատես կլինի նոր ակնառու գիտական բեկումնային նվաճումների, որպես հետազոտող ես հստակ հասկանում եմ, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համախմբել միջազգային ջանքերը եւ ամուր քաղաքական կամք դրսևորել գլոբալ խնդիրների լուծման գործում։ Այս նպատակը հիմնված է ոչ թե իդեալիստական գաղափարների վրա, այլ առկա գլոբալ գիտական ներուժի հսկայական հնարավորությունների ըմբռնման վրա, որը հնարավոր է իրականացնել, եթե ամբողջ գիտական հանրությունը միավորվի։ Բայց արդյոք մենք կունենանք բավարար կյանքի ձգտում եւ խոհեմություն։ Արդյոք մենք, որպես մարդկություն, այս մոլորակի վրա կյանքը պահպանելու եւ մեր երեխաների ապագան ապահովելու համար, կարող ենք հաղթահարել ընդամենը քաղաքական տարաձայնությունները։ Այս հարցը ես ուղղում եմ ձեզանից յուրաքանչյուրին։